Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Մենք պետք է դադարենք միայն մեր մասին մտածելուց և մտածենք ուրիշների մասին և թե ինչ կարող ենք անել նրանց համար։ Որքան շատ այդպես վարվեք, այնքան ավելի երջանիկ կլինեք։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Շնորհակալություն այսօր ինձ միանալու և վայելել ամենօրյա կյանքը հաղորդումը դիտելու համար։ Այն, ինչ այսօր սովորեցնելու եմ, համահունչ է մեր հաղորդման անվանը։ Ես խոսելու եմ այն մասին, թե ինչպես կարող եք ավելացնել ձեր ուրախությունը։ Գիտեք, բոլորս ուզում ենք վայելել կյանքը, բոլորս ուզում ենք երջանիկ լինել։ Կան բաներ, որոնք գողանում են մեր ուրախությունը և երջանկությունը, և կան բաներ, որոնք կավելացնեն մեր ուրախությունը, եթե կատարենք դրանք։ Այնպես որ եկեք պարզապես չհուսանք, որ լավ օր կունենանք, կամ մտածենք, որ գուցե լավ օր ունենանք։ Եկեք անենք այն, ինչ պետք է անենք և ինչը համաձայն Աստվածաշնչի կավելացնի մեր ուրախությունը։ Այսպիսով առաջին բանը, որ կառաջարկեի, այն է, որ սկսեք ձեր օրը Աստծո հետ։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, թե որքան կարևոր է դա, որովհետև ինչպես սկսեք օրը, հաճախ այդպես էլ կանցկացնեք այն։ Ես կառաջարկեի, որ մինչ պառկած եք մահճակալին և գուցե ձեր աչքերը դեռ փակ են, առաջին անձնավորությունը, որի հետ կխոսեք, լինի Աստված։ Բարի լույս, Տեր, ես սիրում եմ քեզ։ Սովորաբար ես ասում եմ, ես հավատում եմ, որ այսօր լավ օր է լինելու։ Եվ խնդրում եմ, որ այսօր ինչ-որ լավ բան կատարվի ինձ հետ և իմ միջոցով։ Ծրագրեք, որ լավ օր եք ունենալու։ Մի ծրագրեք, որ վատ օր եք ունենալու։ Կա ևս մեկ բան, որ սովորություն եմ դարձրել։ Սրանք առաջարկներ են, կանոններ կամ օրենքներ չեն։ Եթե դրանք չեն գործում ձեզ համար, գտեք այն, ինչը կգործի ձեզ համար։ Բայց ես այսպես եմ անում։ Վեր եմ կենում և ծնկի իջնում մահճակալիս մոտ։ Երբեմն մտնում եմ լոգասենյակ, որտեղ կա մեծ կլոր աթոռակ, որի տակ մեծ գորգ է փռված, և ծնկի եմ իջնում այնտեղ։ Ես դա անում եմ Աստծո հետ ակնածանքից մղված։ Ես հատկացնում եմ մի քանի րոպե, քանի որ ծեր եմ և չեմ կարող երկար ծնկած մնալ։ Ես պարզապես ասում եմ, Տեր, ես քո կարիքն ունեմ այն ամենում, ինչ այսօր անելու եմ։ Ես ոչինչ չեմ կարող անել առանց քեզ ոչինչ անել չեմ կարող։ Ես սովորաբար գիտեմ, թե ինչ եմ անելու այդ օրը։ Օրինակ, այս առավոտ տանը մազերիս գույնը պետք է թարմացնեի։ Ուստի ասացի, աղոթում եմ, որ այնպես անես, որ մազերս լավ տեսք ստանան և օգնես ինձ, որ երբ հասնեմ հեռուստաստուդիա, անեմ այն աշխատանքը, որ պետք է անեմ։ Եվ քանի որ ընտրելու եմ դուստրերիցս մեկի հետ, աղոթում եմ, որ հաճելի և լավ ժամանակ ունենանք։ Հարկ չկա, որ աղոթքը երկար լինի և հարկ չկա, որ այն արտահայտիչ լինի, որպեսզի արդյունավետ լինի։ Այն պարզապես պետք է լինի անկեղծ։ Երբ աղոթեք, մի փորձեք ներկայանալ այնպիսի բառերով, որ տպավորություն թողնեք Աստծո վրա։ Պարզապես եղեք շատ հասարակ և անկեղծ այն ամենում, ինչ ասում եք։ Ինչ նշանակություն ունի այն, որ օրը սկսես այս խոսքերով, այսօր լավ օր է լինելու։ Միթե հնարավոր է ունենալ լավ օր զուտ այն պատճառով, որ ասում ես, թե լավ օր ես ունենալու։ Այո, դա կարող է ազդել ձեր կյանքի վրա։ Աստվածաշունչը Հռոմեացիների 4:17-ում ասում է, որ մենք ծառայում ենք մի Աստծո, որը չեղած բաները եղածի պես է կանչում։ Աստված այն բաները, որ չկան, անվանում է այնպես, կարծես արդեն կան։ Նա Աբրահամին կոչեց շատ ազգերի հայր, նախքան նրա զավակ ունենալը։ Եվ Աստվածաշունչը Եսայի 55:11-ում ասում է. այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը։ Եվ եթե քո բերանը խոսում է Աստծո խոսքը, այն դառնում է նրա բերանը։ Այն չպիտի պարապ, ապարդյուն կամ անօգուտ ետ դառնա ինձ մոտ։ Այժմ լսեք սա. այլ կատարի իմ ուզածը և հաջողվի նրանում, ինչի համար, որ ես այն ուղարկեցի։ Ես չգիտեմ ձեր մասին, բայց իմ կյանքում տարիներ շարունակ օրը սկսել եմ վախեցած, սպասելով խնդիրների, որովհետև կյանքում շատ խնդիրներ եմ ունեցել,
Ես այլևս չեմ ուզում սկսել այդպես, որովհետև հավատում եմ, որ դու ստանում ես այն, ինչին սպասում ես։ Կարծես ինքդ քեզ համար ստեղծում ես կամ խնդիրներ, կամ բարենպաստ հանգամանքներ։ Ես սիրում եմ ասել, ես ունեմ բարեհաճություն Աստծո մոտ ամենուր, որ գնում եմ։ Նա բարեհաճություն է տալիս։ Ինչու չհավատալ լավ բանի։ Ինչու լինել տխուր, բացասական եւ միշտ վախենալ, որ ինչ-որ վատ բան կարող է պատահել։ Եթե ուզում ես ավելացնել ուրախությունը, ծրագրիր լինել ուրախ։ Երբ արթնանում ենք, անցնում ենք մեր գործերին, եւ մեր կյանքերը տարբեր են, այս պահին իմ կյանքն այսպիսին է։ Հիմա տանը երեխաներ չկան եւ ես կարող եմ արթնանալ, վերցնել իմ սուրճը, նստել իմ աթոռին, որի կողքը իմ Աստվածաշունչն ու գրքերն են։ Ես կարող եմ նստել այնտեղ մի քանի ժամ, աղոթել ու կարդալ։ Գուցե դու կարող ես անել դա, գուցե չես կարող, գուցե դու արթնանում ես եւ տեսնում 3 փոքրիկների, որոնք քեզնից շուտ են արթնացել։ Դու կարող ես օրվա մեջ մեկ այլ ժամանակ գտնել։ Եվ Աստված հասկանում է, թե ինչ իրավիճակում ես։ Դու կարող ես նույնիսկ 10 կամ 15 րոպե հատկացնել։ Գիտեք, ես հիշում եմ, Աստված կանչեց ինձ ծառայության, երբ երեխաներս փոքր էին։ Ես ունեի 3 դեռահաս եւ 1 փոքրիկ։ Ես ամբողջ օրն այնպես էի պլանավորում, որ կարողանայի ուսումնասիրել խոսքը որդուս ցերեկային քնի ժամանակ։ Որովհետև ժամանակի մնացած մասը ես զբաղված էի նրանով։ Դուք կպատվեք Աստծուն, եթե ժամանակ առանձնացնեք նրա համար։ Շատերը մտածում են, թե ինչ պետք է անեն այդ ժամանակ։ Գիտեք, կարևորն այն չէ, թե ինչ եք անում, այլ այն, որ պատվում եք Աստծուն այդ ժամանակով։ Դուք կարող եք խոսել նրա հետ։ Ես խորհուրդ եմ տալիս կարդալ։ Շատերն ասում են, որ չեն սիրում կարդալ, բայց թույլ տվեք ասել։ Նույնիսկ եթե դուք այն մարդկանցից եք, որոնք չեն սիրում կարդալ, կուզեի խորհուրդ տալ, որ կարդաք օրական կես ժամ։ Բայց եթե չեք կարող, սկսեք 15 րոպեից։ Կարդացեք Աստվածաշունչը։ Կարդացեք լավ գրքեր։ Ես ունեմ 150 գիրք, դուք հաստատ կգտնեք ինչ-որ թեմա, որը կօգնի ձեզ, եւ իմ գրքերը շատ գործնական են, կան բազմաթիվ այլ հրաշալի գրքեր։ Եթե չեք ուզում իմ գրքերը, ձեռք բերեք ուրիշ գրքեր։ Բայց կարդացեք։ Շատ դժվար է աճել հոգեվորապես, եթե խոսքը չեք ընդունում ձեր սրտի մեջ։ Դուք կարող եք նաեւ լսել, եւ դա լավ է։ Կան ներբեռնելի ծրագրեր եւ այլ նյութեր սոցիալական հարթակներում։ Կան տարբեր միջոցներ, որոնցով կարող եք լսել խոսքը, կարող եք լսել Աստվածաշունչը ձայների զներով, բայց ինձ համար ընթերցանության մեջ յուրահատուկ բան կա։ Անձամբ ես սիրում եմ ընդգծել այն ամենը, ինչը դիպչում է ինձ եւ նշանակություն ունի ինձ համար։ Այս առավոտ ես բացեցի Սաղմոսների գիրքը եւ պարզապես կարդացի 4 կամ 5 Սաղմոսներում իմ ընդգծած խոսքերը։ Այսպիսով ես վերցրի այն, ինչը ամենից կարևոր էր ինձ համար, եւ դա շատ գործնական միջոց է խոսքը հասկանալու համար։ Խոսքը այն կերակուրն է, որն անհրաժեշտ է հոգիդ ուժեղ պահելու համար, այնպես ինչպես նախաճաշը մարմինդ շարժման մեջ դնելու եւ պահելու համար։ Բնական կերակուրը կարծես վառելիք լինի մարմնիդ համար։ Այն քեզ էներգիա է տալիս, Աստծո խոսքն էլ այն կերակուրն է, որ անհրաժեշտ է հոգեվորապես ուժեղ լինելու համար, եւ մենք պետք է հոգեվորապես ուժեղ լինենք։ Սաղմոս 5:3-ն ասում է. Տեր, առավոտ վաղ լսիր իմ ձայնը, առավոտ վաղ պատրաստ կլինեմ, կպատրաստեմ աղոթք, զոհաբերություն քեզ համար ու կսպասեմ, որ խոսես իմ սրտի հետ։ Ինձ դուր է գալիս այս խոսքը։ Այն ասում է աղոթք կպատրաստեմ։ Դա ցույց է տալիս, որ նա մտածում է, թե ինչի համար է աղոթելու, որովհետև աղոթքը լուրջ գործ է։ Այնպիսի օրհնություն է, երբ կարողանում ես մոտենալ Աստծուն եւ աղոթել ուրիշների համար, աղոթել օրվա համար, նախքան այն կսկսվի, եւ խնդրել ու ստանալ ներում մեր մեղքերի համար, ու խնդրել Աստծուց այն ամենը, ինչի կարիքն ունենք։ Մենք պարզապես չպետք է գնանք ու ինչ-որ բաներ ասենք, բլա բլա բլա, ու համարենք, որ աղոթեցինք։ Նա աղոթք էր պատրաստում, այնուհետև ժամանակ էր հատկացնում լսելու, հետևելու եւ տեսնելու, թե ինչ կխոսեր Աստված իր հետ։ Ինձ հետաքրքիր է, թե որքան հաճախ ենք մենք ժամանակ հատկացնում Աստծուն լսելուն։
Գուցե զարմանում եք, թե ինչու Աստված չի խոսում ձեզ հետ, գուցե պատճառն այն է, որ երբեք ժամանակ չեք հատկացրել լսելու։ Ես մտածում եմ, որ եթե նույնիսկ մի քանի րոպե հատկացնեք լսելուն, բայց այդ ընթացքում ոչինչ չլսեք, դուք պատվում եք նրան եւ հնարավոր է, որ նա խոսի ձեզ հետ այլ ժամանակ, օրինակ մեքենա վարելիս կամ այնպիսի պահի, երբ ամենից քիչ եք սպասում դրան։ Աղոթքը զրույց է Աստծո հետ, այնպես որ մի բարդացրեք այն։ Աղոթեք այն մարդկանց համար, որոնք հիվանդ են։ Աղոթեք այն մարդկանց համար, որոնք գիտեք, որ կորուստ են ունեցել կյանքում։ Վերջերս լսեցի մի զույգի մասին, որոնց անձամբ չեմ ճանաչում, բայց դուստրս եւ փեսաս ճանաչում են։ Նրանց 30-ամյա որդին մահացել էր դժբախտ պատահարի հետևանքով։ Ես գիտեմ, թե որքան ծանր է դա, ուստի մի քանի շաբաթ շարունակ ամեն օր աշխատում էի հիշել եւ պարզապես աղոթել, որ Աստված շարունակի մխիթարել նրանց եւ նրանք չշփոթվեն ու չմեղադրեն Աստծուն, այլ ավելի մոտենան նրան։ Այսօր կան շատ մարդիկ, որոնք տառապում են եւ դու կարող ես օգնել նրանց աղոթելով նրանց համար։ Աղոթքն իրականում տալու եւ մարդկանց համար օրհնություն լինելու միջոց է։ Ես աղոթում եմ նրանց համար, ովքեր հիվանդ են։ Իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ ինքս հիվանդ եմ եղել։ Եվ չեմ ուզում, որ մարդիկ անցնեն դրա միջով։ Աղոթեք այն մարդկանց համար, որոնք կարիքներ ունեն։ Աղոթեք նրանց համար, որոնք պայքարում են ծանր ընկճախտի կամ որևէ կախվածության դեմ։ Նաև փառաբանեք ու երկրպագեք Աստծուն։ Գոհացեք նրանից այն ամենի համար, ինչ նա արել է ձեր կյանքում։ Այնուհետև աղոթեք ձեր կարիքների համար։ Ինչ կարիք էլ ունենաք, կարող եք աղոթել դրա համար։ Այնպես որ աղոթքը հրաշալի է։ Երկրորդ բանը, որ առաջարկում եմ ուրախությունն ավելացնելու համար, մեծ բաների մասին երազելն է։ Մեծ բաների համար աղոթելն է եւ նպատակ ունենալն է ամեն օրվա համար։ Գիտեք, մենք մշտապես ցանկանում ենք մեր ծրագրերը հնազանդեցնել Աստծուն, բայց եթե չունեք ծրագիր, ամենայն հավանականությամբ ոչինչ չեք անի։ Ուստի ես ունեմ ծրագիր ամեն օրվա համար։ Երբեմն ծրագրում եմ պարզապես հանգստյան օր վերցնել, կարդալ, ոտքերս վերև բարձրացնել եւ հանգստանալ ու անել այն, ինչ ցանկանում եմ։ Դա լավ է, մենք նաեւ այդպիսի օրեր պետք է ունենանք։ Բայց նախքան 3 գիշեր քուն մտնելը ես արդեն գիտեի, թե ինչ պետք է անեի այսօր։ Աստված ստեղծել է մեզ այնպես, որ ուղղորդման կարիք ունենանք, մենք ուղղորդման կարիք ունենք, մենք կարիք ունենք առաջ շարժվելու։ Մարդիկ, որոնք երբեք առաջ չեն շարժվում, պարզապես մնում են նույն տեղում եւ ձանձրանում իրենց կյանքից։ Իսկ եթե ձանձրանում եք, կպակասեցնեք ձեր ուրախությունը։ Դուք չեք ավելացնի ձեր ուրախությունը։ Ես մշտապես ասում եմ, ավելի լավ է աղոթեմ շատի համար եւ ստանամ ավելի քիչ, քան աղոթեմ քչի համար եւ ստանամ այդքանը։ Մի վախեցեք մեծ աղոթքներ անելուց։ Աստված կարող է առատությամբ անել ամեն բանից ավելի, քան կարող ենք երբևէ համարձակվել հուսալ, խնդրել եւ մտածել, այն զորության չափով, որ մեզանում ներգործում է։ Կարող ես ավելի համարձակ լինել քո աղոթքներում։ Համարձակվես խնդրել Աստծուց բաներ, որոնց գիտես, որ արժանի չես։ Նա չի պատասխանում մեր աղոթքներին, քանի որ արժանի ենք, նա պատասխանում է մեր աղոթքներին, որովհետև մենք աղոթում ենք Հիսուսի անունով։ Երբ արվում ենք այդպես, Աստծուն ներկայացնում ենք այն, ինչ Հիսուսն է, ոչ թե մենք։ Եվ ամուր կառչեք ձեր երազանքներից։ Լանգսթեն Հյուն ասել է, եթե երազանքը մահանում է, կյանքը դառնում է կոտրված թևերով թռչուն, որ չի կարող թռչել։ Ինձ դուր է գալիս դա։ Դրեք ամենօրյա նպատակներ։ Ինչ եք ուզում անել։ Գուցե ձեր պահարանում իսկական աղետ է։ Գուցե նույնը ձեր ավտոտնակում է, նկուղում կամ որևէ այլ տեղ։ Գուցե գնում եք, տեսնում այդ խառնաշփոթը, ընկճվում եք ու չեք փորձում որևէ բան անել, որովհետև մտածում եք ոչ մի կերպ չեմ կարող սակարգի բերել։ Բայց գիտեք ինչ, եթե ամեն օր 30 րոպե հատկացնեք եւ ինչ որ բան անեք, երկար ժամանակ չի անցնի եւ ամեն բան կարգի կբերեք։ Ես միշտ եղել եմ այն համոզման, որ ավելի լավ է ինչ որ բան անել, քան ոչինչ չանել։ Գիտեք, իմ ամուսինը մեր ամուսնությունից ի վեր ուժային վարժություններ է անում, արդեն 57 տարի, բայց նա սկսել է մարզվել 16 տարեկանից, այնպես որ նա մարզվում է ավելի քան 60-65 տարի։ Գուցե 70, չգիտեմ, բայց ես երբեք չէի մարզվում։
Նա փորձում էր համոզել ինձ, իսկ ես երբեք չէի մարզվում, որովհետև մտածում էի ժամանակ չունեմ, որքան բան կա, որ կարծում եք պետք է անեք, սակայն մտածում եք ժամանակ չունեմ։ Պատճառն այն է, որ մենք մտածում ենք այսպես. ինձ երկար ժամանակ է անհրաժեշտ դա անելու համար։ Սակայն տարիներ հետո ես սկսեցի նկատել, որ մեծացել եմ, մարմինս այնպիսի տեսք չունի, ինչպիսին առաջ էր։ Մկաններս թուլացել էին, ես իսկապես զգացի, որ Աստված դրեց իմ սրտում, որ եթե ցանկանում եմ ուժեղ լինել իմ ծառայության ճանապարհի վերջում, երրորդ փուլում պետք է սկսեմ մարզվել։ Եվ իհարկե առաջին միտքը սա էր, ես ժամանակ չունեմ, երբ եմ անելու դա։ Սակայն ես որոշում կայացրի, որ անելու եմ այն, ինչ կարող եմ անել, նույնիսկ եթե դա 5 րոպե տևի։ Այնպես որ ես սկսեցի։ Եվ արդեն 16 տարի է շաբաթական 3 օր մարզվում եմ մարզչի հետ։ Եվ դա ինձ այնքան շատ է օգնել։ Գուցե դուք չեք կարող քայլել 1 ժամ, բայց կարող եք քայլել 10 րոպե։ Արեք այն, ինչ կարող եք, եւ դադարեք արդարանալուց, թե ժամանակ չունեք։ Եթե չունեք ժամանակ մաքրելու ամբողջ պահարանը, հատկացրեք 10 րոպե։ Արեք այն, ինչ կարող եք, դուք ավելի լավ կզգաք եւ ձեր ուրախությունը կավելանա, եթե ինչ-որ արդյունավետ բան անեք։ Ուզում եմ լսեք սա. ինչ-որ արդյունավետ բան արեք։ Ժողովող 5:3-ում ասվում է, որովհետև երազը գալիս է զբաղմունքի շատությունից եւ հիմարի ձայնը շատախոսությունից։ Գիտեք, շատերը խոսում են այն մասին, թե ինչ են անելու մեկ օր, բայց ինչ կասեք այսօր ինչ-որ բան անելու մասին։ Ինչու այսօր չանել այն, ինչը հետաձգում եք մինչև վաղը։ Գիտեք, հետաձգումը նման է գողի։ Այն ստիպում է մեզ մտածել, ես անելու եմ դա։ Բայց հարցն այն է, թե երբ ես անելու։ Որքան ժամանակ ես պատրաստվում մաքրելու այդ պահարանը կամ ազատվելու պարտքերից կամ զանգելու ընկերոջդ եւ ներողություն խնդրելու։ Մենք պետք է սկսենք անել այն, ինչ Աստված դնում է մեր սրտում, որովհետեւ բարի մտադրությունները հնազանդություն չեն։ Բարի մտադրություն ունենալը Աստծուն հնազանդվելը չէ։ Մատթեոսի 19:26-ում գրված է. Մարդկանց կողմից դա անկարելի է, բայց Աստծո կողմից ամեն բան կարելի է։ Մի վախեցեք մեծ երազանքներ ունենալուց, որովհետև մենք ունենք մեծ Աստված, ով կարող է անել ամեն բան։ Սկսեք ձեր օրը հավատալով, որ ամեն բան կարող եք անել Քրիստոսով, որ զորացնում է ձեզ։ Ես սիրում եմ ասել դա այլ կերպ, ես կարող եմ անել այն ամենը, ինչ պետք է անեմ այսօր, Քրիստոսով, ով իմ զորությունն է։ Գիտեք, մենք չգիտենք, թե ինչ օր է մեզ սպասում, ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունենալու օրվա մնացած մասը, բայց համոզված եմ, որ ինչ էլ լինի, կարող եմ անել այն, ինչ անհրաժեշտ է անել, որովհետև ոչ թե ես եմ մեծ, այլ այն Աստված, որ ապրում է իմ մեջ։ Ավելի մեծ է նա, որ իմ մեջ է, քան թե նա, որ աշխարհում է։ Երրորդ բանը, որ կարող եք անել, որ իսկապես կավելացնի ձեր ուրախությունը եւ որը ուզում եմ շեշտել, սա է. որոշեք օգնել ինչ-որ մեկին։ Որոշեք, որ դուք օրհնություն եք լինելու։ Գիտեք, մենք միշտ աղոթում ենք, որ օրհնված լինենք, բայց օրհնված լինելու միջոցներից մեկը օրհնություն լինելն է մեկ ուրիշի համար։ Աստվածաշունչն ասում է, որ ինչ ցանես, այն էլ կհնձես։ Դու չես կարող հավաքել բերք, եթե սերմ չես ցանել։ Անհնար է միաժամանակ լինել եսասեր եւ երջանիկ։ Ինձնից շատ տարիներ պահանջվեցին դա հասկանալու համար, եւ ես կարող եմ ազատել քեզ շատ չարչարանքներից, եթե լսես ինձ։ Դու չես կարող միաժամանակ լինել եսասեր եւ երջանիկ։ Տարիներ առաջ ես ունեի լավ կյանք, լավ ծառայություն, լավ ամուսին։ Չունեի ֆինանսական խնդիրներ, չունեի մեծ խնդիրներ երեխաների հետ։ Ունեի գեղեցիկ տուն, 2 մեքենա ավտոտնակում, չկար որևէ պատճառ երջանիկ չլինելու համար, սակայն ես երջանիկ չէի։ Եվ մի օր երբ աղոթում էի, հարցրի Տիրոջը, ինչու անբավարարվածության այսպիսի զգացում ունեմ, ինչու ես երջանիկ չեմ։ Եվ ես լսեցի, թե ինչպես Տերը խոսեց հոգուս մեջ եւ ասաց, որովհետեւ դու եսասեր ես, այ քեզ բան։ Նա այնքան էլ սիրալիր չեղավ իմ հանդեպ, բայց այն ինչ ասաց ճշմարիտ էր։ Ես եսասեր էի, ես մշտապես մտածում էի, իսկ ես ով է ինչ-որ բան անելու ինձ համար։ Ես սպասում էի, որ Դեյվը երջանկացներ ինձ, սպասում էի, որ մեկ ուրիշն ինչ-որ բան աներ ինձ համար։
Բայց Աստված չի կանչել մեզ, որ մեզ հասնեն։ Նա կանչել է մեզ, որ մենք հասնենք ուրիշներին։ Ես բացահայտեցի, որ եթե ունեմ մեծ խնդիր, գուցե չկարողանամ լուծել իմ խնդիրը, բայց միևնույն ժամանակ չկարողանալով լուծել իմը, գուցե կարողանամ լուծել քոնը։ Աստված կոծի ինձ քեզ օգնելու համար։ Ուստի երբ ես ձեռք եմ մեկնում ուրիշներին, ցանում եմ սերմ, որը հունձք կբերի իմ կյանքում, եւ Աստված կօգնի ինձ։ Աստված ստեղծել է մեզ, որ լինենք ջրանցք, ոչ թե ջրամբար։ Հիշեք դա, եթե նա կարողանա ինչ-որ բան անել քո միջոցով, կանի նաև քեզ համար, բայց եթե դու միայն իրեր հավաքող ես լինելու, իմաստ չկա, որ Աստված քեզ ինչ-որ բան տա։ Երբ մենք օգնում ենք ուրիշներին, Աստված օգնում է մեզ։ Ահա Սուրբ գրային մի քանի հրաշալի խոսքեր, իմ սիրելի խոսքերը այս թեմայի վերաբերյալ։ Գաղատացիների 6:10։ Ուրեմն, քանի որ ժամանակ եւ հնարավորություն ունենք, բարին գործենք ամենին։ Բաց մի թողեք հնարավորությունը։ Գիտեք, մեր առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ օգնելու մարդկանց, բայց մենք միշտ մտածում ենք, որ մեկ ուրիշը կանի դա։ Գուցե դու ես այդ մեկ ուրիշը, որ Աստված ցանկանում է, որ անի։ Այս խոսքի վերջում սա Գաղատացիների 6:10 է, գրված է. «Ուշադիր եղեք, որ օրհնություն լինեք, հատկապես Աստծո տան անդամների համար»։ Հատկապես ձեր քրիստոնյա եղբայրների եւ քույրերի համար ուշադիր եղեք։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է հատուկ մտածել, թե ինչ կարող ես անել մեկ ուրիշի համար։ Գրեթե ամեն օր, վստահ եմ, որոշ օրեր բաց եմ թողնում, բայց գրեթե ամեն օր առավոտյան Աստծո հետ ժամանակ անցկացնելիս նրան խնդրում եմ. ցույց տուր, թե ինչ կարող եմ այսօր անել մեկ ուրիշի համար։ Դա կարող է լինել այնպիսի հասարակ բան, ինչպիսին ինչ-որ մեկին հաղորդագրություն ուղարկելն է եւ ասելը, թե որքան եմ գնահատում նրան։ Դա կարող է լինել ինչ-որ մեկի համար աղոթելը, որը դժվարության մեջ է։ Դա կարող է լինել ինչ-որ մեկի համար գնելը այն, ինչի կարիքը ունի։ Դա կարող է լինել ինչ-որ մեկին ճաշի հրավիրելը կամ ինչ-որ մեկի համար նվեր-քարդ գնելը։ Մենք պետք է դադարենք միայն մեր մասին մտածելուց եւ մտածենք ուրիշների մասին, եւ թե ինչ կարող ենք անել նրանց համար։ Որքան ավելի շատ վարվեք այդպես, այնքան ավելի երջանիկ կլինեք եւ այնքան ավելի շատ Աստված կանի ձեզ համար։ Առաջին Թեսաղոնիկեցիների 5:15-ում գրված է. «Զգույշ կացեք, միգուցե մեկը չարի տեղ չար հատուցի, այլ ամեն ժամանակ ձգտեք քաղցր լինել»։ Եվ ինձ դուր է գալիս սա, եւ ջանացեք բարություն անել։ Գրված չէ սպասեք, մինչև որ մեծ հայտնություն ստանաք, գրված է ջանացեք բարություն անել։ Ջանալ նշանակում է հետամուտ լինել, հետևել ամբողջ ուժով եւ ամբողջ սրտով։ Աստված, ինչ կարող եմ անել մեկ ուրիշի համար։ Նայեք ձեր շուրջը եւ լսեք, թե ինչ են մարդիկ խոսում։ Եթե երկար ժամանակ ինչ-որ մեկի կողքին եք լինում, նա ասում է, թե ինչ է ցանկանում կամ ինչի կարիք ունի։ Գործք Առաքելոց 10:38 այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով եւ զորությունով եւ կարողությունով օծեց, որ ման եկավ բարին անելով։ Ինձ դուր է գալիս սա։ Ինչ արեց Հիսուսը այն օծությամբ, որ Աստված տվեց նրան, նա պարզապես դուրս եկավ եւ բարություն արեց։ Ես հավատում եմ, որ բոլորս կարող ենք վարվել այդպես։ Ո՞րն է Աստծո կամքը քեզ համար։ Դու կարող ես սկսել պարզապես որոշելով բարի լինել ամբողջ օրվա ընթացքում։ Եվ Աստվածաշնչում իմ ամենասիրելի խոսքերից մեկը հավանաբար Հռոմեացիների 12:21-ն է. «Մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթիր եւ տիրիր չարին»։ Մեծ մասը գիտի, որ վաղ հասակում տարիներ շարունակ սեռական բռնության եմ ենթարկվել հորս կողմից։ Եվ իմ կյանքը սկսվել է շատ վատ, դառը, վրդովված, աններողամիտ վերաբերմունքով։ Ես ուզում էի, որ Սատանան հատուցեր այն ամենի համար, ինչ արել էր ինձ հետ։ Այս խոսքի միջոցով ես հասկացա, որ դա անելու միակ միջոցը ուրիշների նկատմամբ բարի լինելն է։ Գիտեք, այսօր շատերը դժգոհ են իրենց կյանքից, շատերն ընկճված են իրենց ֆինանսների, մտավոր եւ ֆիզիկական առողջության պատճառով։ Նրանց դուր չի գալիս իրենց աշխատանքը, բայց խաղաղությունն ու երջանկությունը ձերն են Հիսուս Քրիստոսում։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։